Տիկին Ղազարյան, այս հարցը ես ձեզ տվել եմ նաև հանձնաժողովի նիստի ժամանակ, մենք քննարկել ենք, ցավոք սրտի դրական լուծում չի եղել, բայց ունի տրամաբանական հենք եւ վերաբերում է հետեւյալին։ Տեսեք, դուք ասում եք գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերը փոխվում են, ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում եւ օրինակ արդեն հնարավորություն կա on-line դիմումների։ Սա այո, դուք ճիշտ եք, բարձրացնում է ձեր ծառայությունների ծախսարդյունավետությունը, այսինքն կրճատում է որոշակի ծախսեր, բարձրացնում է ծառայության հասանելիությունը, որակը եւ այլն։ Կիսատը մնացել մի նախագիծ եւս ձեր բերած նախագծին, դուք պետք է բերեիք նաեւ այսպիսի պարագայում պետական տուրքերի մասին օրենքում փոփոխություն, այսինքն նվազեցնեիք քաղաքացիների տուրքը, որոնք ձեզ վճարում են այդ ծառայությունների դիմաց։ Այսինքն եթե ձեր ծախսերը նվազում են, հետեւաբար նաեւ պետական գույքի գրանցման համար տրամաբանական է, որ պետք է նվազեն նաեւ քաղաքացիների կողմից վճարվող տուրքերը։ Չնայած նաև այն հանգամանքին, որ այո, ամբողջական էլեկտրոնային չեք մատուցում այդ ծառայությունները, բայց դրա հիմնական փուլը դիմումների ընդունումը դուք կատարում եք էլեկտրոնային։ Շնորհակալ եմ։ Ինչպես հանձնաժողովի նիստի ընթացքում եւս քննարկեցինք այս հարցը, կցանկանամ այս սահմանը հստակ նշագրեմ իմ պատասխանով։ Պետական տուրքը գանձվում է ոչ թե քաղաքացու կողմից դիմում մուտքագրելու համար, չնայած որ ճիշտ է, քաղաքացին դիմումի հետ մուտքագրում է պետական տուրք, այսինքն ցույց է տալիս, որ վճարումը կատարել է։ Բայց պետական տուրքը ըստ օրենսդրական սահմանման դա պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճար է։ Այսինքն ինչքան էլ քաղաքացին իր դիմումը ներկայացնի էլեկտրոնային հարթակով թե թղթային եղանակով, իր վերջնարդյունքը, այսինքն պետության կողմից մատուցվող ծառայության պրոդուկտը, այսպես ասած, ինքը ստանում է որոշակի աշխատողի կողմից աշխատանքային ռեսուրսի, որին վճարվում է օրինակ աշխատավարձ, որը իր սենյակում նստած է, կոմունալ է վճարվում, տարածք է լուսավորվում, ջեռուցվում եւ այլն եւ այլն։ Եվ հետեւաբար այս փուլում այս նախագծի հետ ներկայացնել նաեւ պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կամ լրացնելու մասին նախագիծը նպատակահարմար չէ։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Տիկին Ղազարյան, ձեր ասացի մեջ կա հակասություն։ Նայեք, պարզ բան է, դուք մի քանի փուլով ծառայություն եք մատուցում։ Հստակ այստեղ եկել եք զեկուցում եք, որ այո, մենք բարձրացնում ենք արդյունավետությունը, բնականաբար էլեկտրոնային եղանակ նշանակում է նաև ծախսերի իջեցում, նվազեցում։ Ես չեմ ասում 0 ծախսով եք անում, էլի ծախս եք անում, բայց այդ ամբողջ X ծախսի մեջ մի հիմնական փուլերից մեկում ունենք մեծ խնայողություն, որովհետև անցել ենք էլեկտրոնային եղանակի։ Հիմա քաղաքացիներ բնականաբար օբյեկտիվորեն ակնկալում է, որ այդ ծառայության համար, եթե նախկինում վճարում էր X, հիմա պետք է վճարի մի փոքր դրանից ավելի նվազ։ Սա է իմաստը եւ այո, սա կլներ նաեւ արդար, նաեւ կխթաներ, որպիսի քաղաքացիները շատ ավելի արագ թղթայինից անցնեին էլեկտրոնային, որովհետև կունենային իրական խթան, ավելի քիչ տուրք վճարելու ձևով։ Սա պարզ բան է, դուք հիմա ինչքան էլ փորձեք հիմնավորեք, որ այսպիսի օբյեկտիվ հիմք չկա, դրանով դուք հակասում եք ձեր նախորդ ասացին, ցավոք սրտի։ Պարոն Ավետիսյան, նաև հարգելի քաղաքացիներ, չեմ ուզում, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծվի, որ էլեկտրոնային եղանակով դիմումների մուտքագրումը ինչ որ առումով նշանակում է նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների ծախսի նվազում։ Պարոն Ավետիսյան, իսկ այդ էլեկտրոնային համակարգը, որի միջոցով որ դիմումները ներկայացվում են, ձեր կարծիքով արդյոք սպասարկման, ներդրման համար վճար չի նախատեսում, միանշանակ այդպես չէ։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից շահագրգռվածությանը դիմումները էլեկտրոնային ներկայացնելու, ես իմ կողմից իմ խոսքում ներկայացրեցի թվային ցուցանիշներ, որոնք արդեն իսկ նշանակում են, որ քաղաքացիները հասկացել են կամ իրենց այդպես ավելի հարմար է տանը նստած համակարգչի դիմաց ցանկացած ժամի աշխարհի ցանկացած վայրում դիմում մուտքագրել կադաստրի կոմիտեի սպասարկման հարթակ եւ հետագայում արդեն ստանալ դրա պատասխանը։ Շնորհակալություն։